Երևանի Նաիրի կինոթատրոնի հարակից տարածքից այսօր փետրվարի 14-ին մեկնարկեց երթ՝ ի պաշտպանություն սահմանադրական իրավունքի։ Ակցիայի շուրջ 3 տասնյակ մասնակիցներ իրազեկում էին մարտի 1-ին Հայ ազգային կոնգրեսի Ազատության հրապարակում նախատեսված հանրահավաքի մասին։ Նրանք միաժամանակ իրենց բողոքն էին արտահայտում փետրվարի 12-ին Մաշտոցի պողոտայում ՀԱԿ ակտիվիստների հետ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ։ Եթե ինչ-որ մեկին դուր չի գալիս բովանդակությունը թռուցիկի, որ այնտեղ գրված է Սերժիկ Դավաճան, ինչ-որ հիմքեր են վերված։ Եթե ինչ-որ մեկին դա դուր չի գալիս, դա դեռ չի նշանակում, որ այդ ինչ-որ մեկը իրավունք ունի ինքնագլուխ բռնություն գործադրել այն մարդու նկատմամբ, ով որ տարածում է այդ թռուցիկները։ Մենք տեսնում ենք, որ կա մարդկանց ինչ-որ խումբ, որը հարում է իշխանություններին, որոնց համար ընդհանրապես խնդիր չի բռնություն գործադրելը, որոնց համար ընդհանրապես խնդիր չի լրագրողին սպառնալիքներ հնչեցնելը եւ բարձր որ եթե կան այսօր քաղաքացիներ, եթե կան դեռ այնպիսի քաղաքացիներ եւ լրագրողներ, ում նկատմամբ դեռ բռնություն չի գործադրվել, նրանք երաշխավորված չեն, որ վաղը կամ հաջորդ պահին նույն բանը իրենց նկատմամբ չի։ Ակցիայի մասնակիցները հիշեցրին, որ Հայաստանը իրավական պետություն է, որում տեղեկատվություն տարածելու համար մարդուն չի կարելի բռնության ենթարկել։ Նրանց խոսքով, եթե անգամ հանրահավաքի իրազեկման թռուցիկներում կա վիրավորանք նախագահի հանդեպ, ապա օրենքը վիրավորանքի համար նախատեսում է հստակ ընթացակարգ։ Կա արդյոք մի կետ, որը որ ակնհայտ անօրինական է, ակնհայտ խախտում է ինչ-որ օրենք։ Եթե կա այդպիսի կետ, ապա իրավական մարմինները պետք է այդ կետը բռնեն, ասեն հեսա այս կետով դու օրենք ես խախտում, հետևաբար դու իրավունք չունես տարածել։ Հələ մի բան էլ ասեն դու պետք է պատասխան տաս այս օրենքը խախտելու համար։ Գիտեն դա վարչական պատասխանատվություն թե մեկ այլ պատասխանատվություն, բայց եթե դու չես կարող հիմնավորել իրավական համակարգ, որ սա խախտում կա, ուրեմն դու իրավունք չունես քո ոնց ասեմ, ռուսերեն մի հատ բառ կա, շպանայա կոչվում, այդ շպանային քսի տալ մարդկանց վրա։ Իրազեկման երթն ավարտվեց Մաշտոցի պուրակում։ Այնտեղ Թեհմինե Ենոքյանը խոսեց իր նկատմամբ կիրառվող վիրտուալ սպառնալիքների մասին։ Այն բոլոր ֆոտոները, որոնք որ հրապարակվել են ուրեմն Այլուր Կետայեմ կայքում, այդտեղից բոլոր ֆոտոները քաշեցի ու ամբողջի վրա գրեցի, թե ովքեր են այդ անձինք, ինչ պաշտոն ունեն եւ ինչով են զբաղվում առհասարակ։ Հիմնականում բոլորը ուրեմն ՀՀԿ-ից էին, ագրարային համալսարանից եւ իրենց պաշտոնները, ասենք, վարժարանի փոխտնօրեն կամ դասախոս եւ այլն։ Առավոտյան ստացա մի շարք այսպիսի նամակներ, որ հեռացվեն այդ ֆոտոները, որովհետեւ այնտեղ պարզ երևում էր իրենց դեմքը, թե իրենք ովքեր են եւ ինչով են զբաղված։ Ուրեմն այդ նամակների բովանդակությունը տարբեր էր, սկզբում խնդրանքեր թե հեռացրեք, խնդրում ենք այդ ֆոտոները, հետո պահանջում էին, հետո սկսեցին սպառնալ եւ 1 ժամ ժամանակ էին տալիս այդ ֆոտոները հեռացնելու համար։ Հետո անցան ուրեմն հայհոյանքների, մոտ 10-15 այդպիսի նամակներ եկան, անգամ իմ անուն ազգանունով փնտրել էին ամբողջ Հայաստանի Հանրապետությունում գրանցված մարդկանց, election.am կայքից անել էին այդպիսի անուն ազգանունով մարդկանց եւ ասում էին, թե դա քո ընտանիքի անդամներն են, մենք բռնվի տես ինչա տեղի ունենում, սպառնում էին, որ այդ նկարները կարող են Անժելա Սարգսյանի նման իմ նկարները քաշեն եւ Անժելա Սարգսյանի նկարների նման այդպիսի ֆոտոշոփ արվի եւ տեղադրի ինտերնետում։ Նման ոչ օրինական երևույթների դեմ պայքարի լավագույն միջոցը Թեհմինեն համարում է ինչպես պայքարի իրավական ուղիները, այնպես էլ լրագրողական համայնքի կազմակերպված բողոքը։ Արփի Մախսուդյան, Սեյդա Գրիգորյան, Civilnet։